Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Այսօր մեծ պահքի 18-րդ օրն է։ Եվ օրվա ընթերցումով պայմանավորված եկեք խոսենք սիրո մասին, աստվածային կատարյալ սիրո մասին։ Քրիստոնեության հիմքն է սերը եւ հետեւաբար քրիստոնյայի կյանքի ամենակարևոր պայմանը եւ ուղեկիցը։ Սիրո տարբեր դրսևորումներ կան՝ սեր ընկերոջ, ընտանիքի, հայրենիքի, եկեղեցու կամ Աստծո նկատմամբ։ Սակայն երբեմն մենք թեկուզ չնչին հաջողությունների դեպքում կարծում ենք, որ մենք ոչնչի կարիք չունենք եւ այլևս կարող ենք ամեն ինչի հասնել կյանքում, սակայն սրա հետ մեկտեղ այս ամենով հանդերձ մենք երբևէ մեզ հարց տալիս ենք. մենք ունենք մեր մեջ այդ սերը, թե նմանվում ենք մի շատ գեղեցիկ, բայց դատարկ անոթի։ Մարդու հոգին ամենաթանկ պարգևն է, ուստի պիտի կարողանանք մշտապես այն լցնել աստվածային սիրով։ Ընթերցենք այսօրվա հատվածը։ Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առաջ, որից անվանվում է ամեն ազգատոհ երկնքում եւ երկրի վրա, որպեսզի ձեզ ըստ իր փառքի մեծության զորություն տա իր հոգու միջոցով ներքնապես ամրանալու եւ ձեր հավատի միջոցով Քրիստոսը բնակվի ձեր սրտերում եւ դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ինչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը, ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն իմացություն, որպեսզի լցվեք Աստծո ամբողջական լիությամբ։ Սիրելիներ, Պողոս առաքյալը շատ պատկերավոր կերպով բացատրեց, որ միայն սիրո մեջ արմատավորված լինելով է, որ կկարողանանք ճանաչել Քրիստոսի սերը։ Եվ իսկապես, եթե հոգու աչքերով նայենք, պիտի տեսնենք, որ այս աշխարհում ոչինչ, ոչ մի բան չի կարող սահմանափակել, պարփակել Քրիստոսի սերը, որովհետև այն կատարյալ է եւ անհատակ։ Միթե կատարյալ սիրո դրսևորում չէ մարդու որդու մարդեղացումը, չէ որ մենք սիրո միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։ Ուրեմն սիրելիներ, մեծ պահքի այս ընթացքում խնդրենք Տիրոջը, որպեսզի մեզ սիրել սովորեցնի, որպեսզի Քրիստոս բնակվի մեր սրտերում եւ մենք կարողանանք հարատևել այդ սիրո մեջ, արմատավորված եւ հաստատված լինելով, ինչպես Պողոս առաքյալն է ասում իր այսօրվա ընթերցման մեջ։ Աստված պահապան ամենքիս։